Բարև շատ սիրելի հայրենագիտներ, Հայ հորիզոնը ցեզի հետ է այսօր Մանթի ճաշարանեն։ Այստեղ Հոմի Լավալի Շուշի մասնաճյուղը ձեռնարկած է մասնակիտական ուղիներու մասին զրույցը 4 զեկուցապերներու միջև Թալին Աբրակյանին, Մարալ Քասեմջյանին, Սելին Հայթյանին եւ Ռիթա Կաթարոյանին։ Անոնք գոչ ուղած են հայ երդասարտներու, որոնք դակավին չեն ընտրած իրենց մասնակիտական ուղին եւ կփնտրեն փորձառու անդամներու վկայություններ։ Մնացեք մեզի հետ, որովհետեւ վայելեք այս օրը։ Մենք այդ խաղապարով սկսանք, որ ինչպես որ մենք հոմը միշտ կոգնե դպրոցին եւ վերջատկեվերջ կրթանված ծրագիրներ ալունինք կոլեջի եւ համալսարանի աշակերտներուն, ասենք որ ինչու՞ չէ իրենց շարունակենք եւ ուղեկցենք իրենց կորձի ասպարեզի մեջ այս անգամ։ Գարձեմ մենք մեր 4 կոմիններն քիչ մա ունեցանք առաջարկները, ասենք փսփսուկներ լսեցինք, որ լավ գլա, բայց մեզի համար նորություն էր, այսպիսի ձեռնարկում չէին գրած նախապես Լավալի Շուշի մասնաճյուղը կամ դասերակցական հարցախումբը, ուրեմն աս համարձակ քայլ արինք եւ գարձեմ որ շատ հաջող էր, ինչ որ հիմա ես կխոսեի հյուրերուն ներկա գտնվողներուն հետ, բոլորն ալ գսեն հոսմի գնաք, շարունակեցեք։ Մենք այդ ծևով սկսած էինք արդեն, բայց ասկաչալերանքն որ գլսենք, մեզի ավելի ուժ գուտա եւ գխանտավարե, որ շիդակ ճամփուն վրան էինք եւ շիդակ որոշում արինք եւ պիտի շարունակենք։ Իսկ ծեր արժևորումը հիմա երդասարտներուն թեմքերուն նայելով կգարձեք, որ նպատակին հասավ այս ձեռնարկը կոհեք։ Շատ կոհենք, նպատակին հասավ, այսինքն ճաշարանը, որ 70 հոգի միայն գարներ, 80 հոգիով վերջացանք եւ ոտքի վրա մարդիկ կային գեցած էին, այսինքն ասկեց ավելի ուրախ չեն կրնարելալ, այո նպատակին հասած է 100,000 բավական երդասարտ կա, դարբեր խավերու երդասարտներ կան, աշակերտներ կան, ավարտողներ կան եւ կորձի ասպարեզի մեջ մարդիկ կան, ուրեմն մենք ասոնց կուզեինք տեսնել եւ հոն հասած ենք։ Շատ գեղեցիկ առաջին քայլը ներծեր, բոլորին վարձ կգադար։ Այո, ցերա վարձ կգադար եւ շնորհակալություն Հայ հորիզոնին։ Խնդրեմ։ Շատ ուրախ եմ, որ այսօր ես հոսեմ եւ շատ լավ ընթացավ կգարձեմ։ Ամեն մարդ հիմա այսինքն խոսին որ իրար հետ եւ մեկը մույսեն խրաներ գսորվին որ նպատակ անի այս ցանցերը գազմել իրարու հետ։ Իսկ դու հիմա ինչ կուսանիս, գիտեմ կուսանիս, ինչ մասնակցության ուղիով կհարաճանաս։ Ես հիմա Human Relations գուսանիմ Concordia համալսարանը եւ այսօր մեր հետ մասնակետ մգա Human Resource-ի եւ Management-ի, ուրեմն շատ լավ խրատներ ստացանք եւ ինձի համար շատ հետաքրքրական էր, որ իմ ջուրիս մեջ մասնակետ մգար այսօր մեր հետ։ Դվորեց, որ սխալ որոշում չի գա եւ ինչ որ այսինքն ուսանիս եւ դիպլոման էսադոր մեջ գրնաս թեր հարաճանալ դարբեր ծևերով բեչունի աջ ջուրին մեջ լալ եւ սխալ որոշում չի գա։ Ինչ լավ։ Գարձես հոգեգան հանգստությունը կվաճառի նաեւ քեզի ադիգա։ Քեզի հաջողություն կմաղթեմ ու ուսանողական դարներու դիտածքին եւ հաջողություն։ Մերսի շատ։ Դարձեմ առաջին անգամն է, որ այսպիսի սերնաթրությունը գազմագերբված է եւ որքան հաջող անցավ, որքան կարեւոր է մեր երդասարտները ցույց անել, որպես միասին շահվին, իրենց հարցումները հարցնել, մարդ առանցին չի հաջողիր, մարդը մարդով կհաջողի եւ շատ լավ գիտեմ, ես ալ երկու զավակ ունիմ, 18 տարեկան, 16 տարեկան եւ երբեմն ծնողքի մտքամները կարեւոր են, բայց այդ քանական չեն դար, բայց երբ որ ցույց են դասեն, իրենց նմաններուն իրենց մեջ լան քիչ ավելի գաստվին կամ այդ չափ։ Եվ մեկ խրադով որ գուզեք ձեր ագենտիներուն փոխանցել։ Մի մտահոգվի կանտաթար ավելի երդասարտներուն է որ խոսքս կուղեմ, եթե ձեր այսօրվա արած որոշումը լավ որոշումն է կամ սխալ որոշումն է, սխալ որոշում չի գա։ Որտեղ նույնիսկ եթե սխալի կամ ուզեք ուղի փոխել, գրնակ ուղի փոխել։ Ես շատ ուղի փոխած եմ եւ ուրախ եմ, որ այդ արիտներ ունեցած եմ ուղիս փոխելու։ Ուրեմն մի վախնակ հառաչացեք եւ ինքնավստահ եղեք։
Շատ շնորհակալ եմ ձեր վարձքը գադար։ Կարծեմ այս տեսակի ցերնակներ ընդհանրապես մենք կունենանք սովորաբար մեր ընկերություններում մեջ networking-ի ամեն տեսակի ցերնակներ կգազմագերբվին, բայց որ հայկական միջավայրի մեջ էլ եւ այդ խոսակցությունները ունենան անգերձորեն կգարձեմ կարևոր էր եւ այդպիսի արիտներ ես չեմ ապրած որպես երդասարտուհի երբ որ գմեցնայի, երբ որ խաղապարը հղացան, ըստ որ անպայման գուզեմ մասնագիտ ստանալ, որտեղ կարևոր է։ Ամեն է որ թունք ու երդասարտության դարներով շատ պիտի ուզեիր ունենալ եւ հիմա որ արից գա ինչու ոչ օգտակար դառնաս։ Այո, շատ լավ։ Եվ երկրորդ հարցումը քու մասնագիտական ուղիիդ ընթացքին ինչ էր որոշումը, որ շատ գանուխ արիր, որ ընդհանրապես ասենք ընթացքդ կարծես թե ճշտեց եւ օգտակար եղավ քեզ։ Ես finance ուսանեցա, բայց risk management-ի ասպարեզի մեջ նետվեցա շատ կանուխ, ինչ որ բանը չէր, որ ուսանած էի, ունեցա քաչությունը այդ քայլը առնելու, չեմ գիտեր ուր դեղեն, անգերձորեն, երբեմն կյանքի պայմանները այնպես մգնեն, արիտ կստեղծվի եւ գնետվիս։ Այդպես էր, որ ես աս ուղիի մեջ մտա եւ գրնամ ասել, որ շատ կոհեմ, որովհետեւ ամեն օր դարբեր իրականությանը թիմած ես, փոփոխական ջուրմն է։ Հաջախագի կմտածեն մարդիկ, որ սխալ որոշում պիտի առնեն, պիտի քայլի մնետվին, լա ուսումնական, լա կորձի ասպարեզի մեջ, որ պիտի ճիշտը չլա, շատ կմտահոգվին անոր մասին։ Ուրեմն խոսքը գա եւ ես շատ կհիշեմ այդ խոսքը, երբ որ անան միտքերու մեջ եմ։ Life is the art of drawing without an eraser, and regardless, it'll be a masterpiece. Ուրեմն բեչի գամը դա օգվիլա տեսակի բաներու մասին, կյանքը իր ուղին կծծնե։ Եվ գեղեցիկ ավար պիտի ունենա։ Այո։ Շատ շնորհակալ եմ ձեր վարձքը գադար։ Մերսի շատ Արիանե, բոլորիդ վարձքը գադար, մերսի ձեր ներկայության եւ որ գդարած եք որ այս ձեր նարգին դեղեցությունները։ Ուզեմ ցեզի հարցնել մանավանդ քաղաքականության պես դաշտիմը մեջ, երբ մասնակիտական ցկտումները շատ են, միշտ պետք է գառուցես այդ գործի աշխարհդ, ինչպես կհավասարակշռեք ձեր այդ մասնակիտական ցկտումները եւ հոգեգան, ֆիզիկական կամ ընկերային բարեկեցությունը։ Շատ հետաքրքրական հարցումն է, որև շատ ժամ է ճիշտ եք։ Կարծեմ պետք է ժամանակ բահեք ցեզի համար։ Ձեր ընտանիքին համար, ձեր մոդերուն, family, friends, ընկերներուն, բարեկամներուն եւ պետք է ժամանակ բահենք մեզի համար։ Yeah, that's the key. Եվ խրատմը, սրտապու խրատմը, որ կուզեք տալ մեր ագնտիրներուն այսօր։ Միամճնակ ամեն ինչ կրնակ հարցնել ամեն մեկուն։ Եվ ձեր շուրջը գարձեմ պետք է հարցնեք ձեր ընտանիքին, ընկերներ, colleagues, teammates, ամենուն միամճնակ հարցուցեք եւ օգնություն հարցուցեք։ That's it. Օգնություն խնդրելու մեջ սխալ բանը չի գա, սորվելու արիջ է։ Exactly. Շատ շնորհակալ եմ, ձեր վարձքը գադար շատ գեղեցիկ ձեր նարգը։ Merci շատ։ Շատ կարևոր է մտածել self-reflect, մտածել, որ ինչու արդյոք ուզեմ ուրիշ բան անել, ինչ են պատճառները, ինչ են ուրիշ ինչ արիտներ գնան լալ աբակային, որ ինձ գնան օգնել, որ ես գնամ ինքս ավելի արժև դանել եւ դառնամ բաներ անել, որ օրական ինձ շատ պիտի օգնեն։ Ուրեմն անշուշտ մտածեցի կորձის մասին եւ ես կուզեմ impact ունենալ HR-ի մեջ շատ ավելի ուրիշ գազագերբություններով եւ ոչ կենտրոնանալ միայն մեկ գազագերբության մեջ եւ ասպեսով էսի 60 ընկերություններ կան, որ HR department ունին, կամ HR department ունին եւ իրենք օգնություն պետք ունին նաեւ դուրսեն, որովհետեւ բավարար մարդ չկա։ Ասպեսով էսի որ արից մը գլա, որ ես իմ մասնակցությունս կորցածեմ եւ օգնություն բերեմ ընկերություններով, որ պետք ունին եւ ասպեսով 5 տարի եղավ արդեն, որ Human First HR-ի կոնսուլտացիոնի ընկերությունը բացած եմ եւ կլիենտներս ամեն տեսակ են, donc retail-ի մեջ կլիենտներ ունիմ, comptability-ի մեջ, data center management-ի մեջ եւ ամեն տեսակ ընկերություններ, որ պետք ունին օգնություն, որ գնամ իրենց օգնել։
Ուրեմն բնական բանն է կբադայի շատերուն եւ ասպարակային ավելի մեծ մասշտաբով հիմա շատ ավելի մարդոց կնակ օգտակար դառնալ։ Ճիշտ ամբես, եւ ինչպես որ գսեի, անշուշտ ռիսկ մնե, պետք է պատրաստ լինենք, պետք է նյութական կողմեն պատրաստ լինենք, պետք է կոնտակտներ ունենանք, պետք է networking ունեն, ուրեմն ինչպես որ երիտասարդներու լսում խրած կդայի, որ միշտ կօգտագործեք ձեր համալսարանական տարիները networking ունելու, մարդոց ծանոթանալու, որովհետեւ աս մարդիկ իրենք ձեր հետ պիտի մտնեն գործի աշխարհը եւ իրենք էլ պիտի գարնան ցեզ օգնել, որ եթե օրը որոշեցիք դուք ձեր ընկերությունը բանալ, արդեն դուք ձեր կոնտակտներ ունենաք։ Շատ լավ։ Եվ եթե դուք կնայեք իդ թրջիլ եւ 25 տարեկան մարալին, որ նոր կմտնի այս գործի աշխարհը խրատ մտալ, ինչ կսեի գրել։ Գսեի, որ ֆոկուսը տբահե, այո շատ կաշխատես, ժամերդ կնես, բայց at the end of the day, ասիգա է, որ քեզի արջև պիտի դանի եւ լեցուն մդի գրե։ Սորվիր մարդոցմե, հարցում արցուր, ժողովներու մեջ կնա, մասնակցիր, be intentional, be focused եւ կորցդ քեզի արջև պիտի դանի, բայց շատ կարեւոր է մդի գնելը եւ սորվիլը սկիզբը։ Շատ Ուրիշներուն ալ փորձառությունը։ միշտ։ Շատ շնորհակալ եմ ձեր վարձքը կատար։ Շատ մերսի, ձեր ավարտի կատար։ Ստամբոլ միասնապահ հետ հաջիկով ունեցին այսօրվա ներկայացված մասնակցական ուղիներ խորագրով քեզի ներկայացված նյութերը։ Հաջող շնորհակալություն գայթեմ մեր այսօրվա դասախոս հյուրերուն Ռիտա Կատարոյան, Սելին Հայտայան, Մարալ Կասեմջյան և Տանի Աբրակյան։ Շնորհակալություն և փոխանցեմ Խորնի գավառի մասնաճյուղի մասնաճյուղի Կասիարակչական հանձնախումբի պատրաստած խորհրդանշական նվերները ցեզի շնորհակալություն լրիվ։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր հաղորդումով անդրադարձը պիտի գադարենք հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնտրեալի մասնաճյուղի ամառվա եղանակին զանազան բնակավարները ներստեղի ունեցած գործունեության մասին։ Այս արդիվ այսօր մեր ստուդիոյեն ներս կհյուրընկալ ենք Հոփենտմեն Մոնտրեալի ներկայացուցիչ Նայրի Ժիժին։ Բարի եկած ես Նայրի։ Բարև Թամար, ինչպես ես։ Շատ լավ եմ։ Նայրի, ես ինչ որ անդրադարձա բավական սպաղ եւ աշխուժ ամառը ունեցած եք Հոփենտմենը, գարձեմ շունչ չեք արած, բայց նախքան այդ բոլորի մասին խոսինք դբրոցի լուրերուն մասին։ Բարձեմ ուրախ լուրեր ունիս փոխանցելիք։ Ուրեմն Ալեք Մանուկյան վարժարանը վերջապես ստացավ իր երկրորդական վարժարանի պաշտոնական pedagogan արտոնագիրը իր 55-ամյակի ընթരാճ եւ անշուշտ ասի հետևանքներ արդյունքներ միասնական եւ հետևողական աշխատանքին լուրը դարաձեցինք եւ ոչ միայն համայնքներում մեջ կարծեմ դարաձվեցավ երկրե երկիր եւ ինչպես ասինք ցերկ սրդի պիտի գերդենք մեր աշակերտներուն աբական եւ արդեն այժմ մանկաբարձեն մինչեւ երկրորդական դասարանները բարձրակույն դասարանները ունենք մոտավորապես 500 աշակերտներ։ Ուրեմն հիմա մինչև որ դասարանը ունիք։ Այժմ ունենք երկրորդականի 4-րդ գարկի սեկոնդեր կաթխը եւ արդեն հաջորդ տարի կունենանք սեկոնդեր 5-ը եւ այսպիսով երկրորդական վարժարան գտնանք։ Շնորհավոր եմ, շատ ուրախ լուր է։ Շնորհակալություն։ Ուրեմն քանք այս ամառվա ասենք ընթացքին տեղի ունեցած ակտիվիտիներու մասին նախ եւ առաջ խոսենք բադանեգան հավաքը որ տեղի ունեցավ։ Այո։ Ուրեմն բադանեգան հավաքը գազմագերբեց երդասարդ արհեստավարժներու հանձնախումբը YP Montreal-ը ուրեմն երդասարդ արհեստավարժները միշտ կփորձեն կովկովի բերել մասնակետ արհեստավարժ երդասարտները եւ երկու նպատակ ունի միշտ մեր ցերնակները եւ միջոցառումները նախ համախմբել հայ երդասարտները երկրորդ հասույթը յուրաքանչյուր ցերնարգի դրամատրել գրթական կամ մարտահրավերական ծրագիրներու եւ այդպես ալ եղավ օրինակ այս տարի դրամատրեցինք մեր վարժարանի 55-ամյակին այնցալ տարի HBU-ի Նայրի կեմպի եւ Հոփենտմեն Մոնտրեալի հայորդյաց օր շաբաթօրյա ծրագրին Եվ ինչպիսի նյութեր գխոսի կսենք այս հավաքներու ընթացքին։ Այո, անշուշտ ցերնարգ կդարբերի։ Հիմա վերջինը որ ամռան ընթացքին տեղի ունեցավ նավաբդույդներ, որ 150-ի ավելի երիտասարդներ կային նավուն վրա,
եւ ոչ միայն Մորիալեն, Լավալեն, այլ նաեւ Թորոնտոյեն, Նյու Յորքեն, Բոստոնեն, Նյու Ջերսիեն դարբեր դեղեր եկած էին եւ անշուշտ երիտասարդները գխոսին իրենց մասնակցություններու մասին եւ ոչ միայն ասենք անհատական, այլ դարբեր նպատակներով հաջողություններ եւ փորձառություններ ցեր կբերեն յուրաքանչյուր ցերնարգի ընթացքին եւ ամեն անգամ կփորձենք դարբեր համը, դարբեր երանքը ցույց տալ մեր երիտասարդական շարժումին։ Ես ինչ որ գհդեվիմ as young professionals-ին եւ բավական հետաքրքրություն ստեղծած եք հաղորդեններ Եվ դուք ադենաբետն եք Ես այժմ այո։ Բավական բաշտոներ գրած եք նայրի։ Ուրեմն խոսենք հայորդաց ճամբարի մասին։ Այո, ուրեմն մենք ունենք հայորդյաց ամառնային ճամբարը, Summer School Sync, որ ավելի հստակ լա, եւ ունենք նաեւ հայորդյաց օր շաբաթօրյա ծրագիրը, որ կգործե սեպտեմբերին մինչեւ մայիս։ Ուրեմն առաջ անդրադառնամ հայորդյաց ճամբարի մասին, ինչպես բոլոր ամառնային ճամբարները ունի իր դարբեր ծրագիրները, մոտավորապես 150-200 ավելի երբեմն գլան, նայած մասնակցությունը ամռան ընթացքին գիտեք ճամփորդություն է եւ այլն, աշակերտներու մասնագետներուն թիվը եւ դարբեր ծրագիրներ կպատրաստվին իրենց համար, բդույթներ կպատրաստվին, ըլլան ծրագիրները մարզական, գրթական եւ դարբեր հմտություններ ցեր կբերեն ամռան ընթացքին։ Իսկ շաբաթօրյա ծրագիրը, ուրեմն մենք նշանապատում ունենք, կսենք որ աբական մեր մոտ կբերենք, որովհետև արհեստագիտության մեծ ոլորտի մեջ, աշխարհի մեջ շատ նորարարական ծրագիրներ ստեղծվեցան։ Ուրեմն որոշեցինք քիչ-մը տասագանի դուրս ելնել։ Կան տասական շաբաթօրյա ծրագիրները, որովհետեւ նույնություն չլա, գոյություն չլա, շաբաթօրյա ծրագիրը ունի իր հadoop դասաբահերը, ուրեմն ամենակարևորներն է շեշտեմ ջադրագը, որ ունի 3 մագարտակ, սկսնակ, միջին եւ հարաճած, որ մանավանդ հարաճած մագարտակի աշակերտները կմասնակցին Քեբեկի մրցումներուն եւ արդեն բավական լավ հաղթանակներ եւ ցերպերումներ ունենք, ոսկե մեդալներ շահած էին մեր աշակերտները եւ կշարունակվին մեր ծրագիրը միշտ արդեն 11-րդ տարին ամբողջացուց նախորդ շաբաթ վերամուդներ հայտարարությունները կգտնեք մեր ընկերային համացանցային էջերուն վրա եւ ամեն տարի կփորձենք նոր դասաբահմը ավելցնել գնայինք միշտ ինչ կբահանջի ներկա ժամանակը եւ այդպիսով կգրավենք հայ աշակերտները, նամանավանդ այն աշակերտները, որ հայկական վարժարաններ չեն հաճախեր։ Նպատակը այն է։ Բայց եկող աշակերտը գրել եւ գարտալ կսորվի նաեւ as ամբողջ արվեստի ոլորտներում։ Անշուշտ։ Ուրեմն ունենք հայրենագիտության դասաբահ եւ գա հայոց լեզվի դասաբահ, առավել եւս կա սենք արվեստը, ինչպես էսի ջադրագը եւ արհեստագիտության զանազան դասաբահեր, աշակերտը ինքը գզադե ժամը 10-ին մինչեւ 2, բայց 10-ին 11 հայրենագիտության դասաբահը բարդացիր է բոլորին համար։ Եվ մոտավորապես 100 աշակերտներ ունենք լիաժամ եւ մասնաժամ ծրագիրներու հետևելով։ Շատ լավ։ Ձևով մփորձած եք հետաքրքրական դարձնել, որովհետև արդեն այդ աշակերտին համար շաբաթօրյա դպրոց քալը ինքնին շատ դյուրին բամը չէ։ Դպրոց անունեն դուրս ելնելու համար, անոր համար կգոչենք շաբաթօրյա ծրագիր։ Այո։ Ամբողջացնելու համար շաբաթօրյային մենք ունենք հadoop շաբաթօրյա գործունեություն, որ շաբաթօրյայի ընթացքին ոչ միայն կգործե հայորդյաց օր շաբաթօրյա ծրագիրը, այլ նաև Գառնի բարային դպրոցը եւ Մարզահոպեն Մորիալի մարզական շարժումը։ Ուրեմն Գառնի բարային դպրոցը, որ ունի 150 մասնագետներ, ուրեմն 4 տարեկանեն մինչև 16-15 տարեկան եւ ամեն դարվան հունիսին իրենց ելույթը կունենան, ինչպես այս ամառ արդեն շատ հաջող մեծ ելույթ ունեցան։ Առավել եւս Գառնի բարախումբը կա, որ շաբթվան ընթացքին դարբեր օրերու իրենց մարզումները կկատարեն եւ արդեն շուտով Գառնի բարախումբը իր ելույթը պիտի ունենա, որ դարեկան ելույթը, որ նվիրված է Հոփելենց միության հիմնադրության 120-ամյակին։ Չեմ ուզեր բացահայտել հայդակրի մասին, բայց պարզապես պիտի ասեմ, որ հանդիսադեսը պիտի հիասքանչորեն հետևի ծրագրին եւ մեր ազգային բարերու համադրության։
գալով Հոփենտ Մեմորիալի մարզական շարժումին բասկետբոլն է անշուշտ եւ ունենք 18 խումբեր տարբեր տարիքային բաժանումներով եւ 300 մասնագետներ, անդամներ, որոնք հիմնական շաբաթ օրերը կմարզվին արդվա ժամը 9-ին մինչև ժամը 8 երեկոյան, առավել եւս շաբթվան ընթացքին ավելի բարձր տարիքի մարզիկները։ Կմասնակցին նաև երբ որ միշտ արիթը լա դեղական կամ այլ երկիրներում մեջ կայացած մրցաշարքերում։ Գխոսինք աս U18 խումբին մասին։ Այո, որ գարձեն վերջերս հաղթանակ մնալ։ Հաղթանակ այո, արդեն բաժակը շահեցան եւ շատ հիասքանչ ձևով ամրան ընթացքին արդեն բոլորս ընդունեցինք այդ ուրախ լուրը եւ ողջունեցինք բոլորին, որովհետեւ իսկապես յուրաքանչյուր հանձնախումբի հաջողությունը կհամարվի նաեւ յուրաքանչյուր միութենականի հաջողություն։ Անշուշտ։ Նայրի ուրեմն ասկյանտին կան նաև կանանց հանձնախումբը։ Այո։ Ուրեմն կանանց հանձնախումբը շատ հաջող եւ ծավալուն գործունեություն ունի մեր միութեններս։ Ուրեմն կանանց հանձնախումբը ունի դարեգան մեծ ծրագիրներ, որ արդեն շուտով կպատրաստվին դոնավաճառին ամանորյա Եվ ամրան ընթացքին անդրադառնալով ամրան ծրագիրներուն դարեգան դաշտահանթեսը կազմակերպեցին, որ մեծ ընդունելություն ունի ընդհանրապես մեր համայնքներս եւ գեղեցիկ հավաքույց մնեն դանեգան ընկերային, որ դեղի կունենա մեր Հոփենտ Մեմորիալի դաշտի վրա։ Այո, իսկ ոսկյադարիքի հանձնախումբը ուրեմն անշուշտ հատկանշական դարի մներ այնցալ դարի ոսկյադարիքին համարալ, որովհետև նշեց իր հիմնադրության 50-րդ ամյակը, գիտեք դարեցներու հոգադարությունը ես պետք է արժևորել կգարձեմ, որ մեծ ցերկբերում է բոլորիս համար, անշուշտ ունին իրենց շաբաթական հավաքները, որ իրենց համար կգազմագերբվի բազմազան ծրագիրներ, Եվ եթե միշտ ալ գարիքը լա հոփենտմենը Ալեք Մանուկյան գետրոնեն կհասնի նույնիսկ մինչև իրենց տանտրան առաջ, որևէ մեկ օգնություն հասցնելու համար։ Այո, իսկապես քնահատելի է բոլոր ասենք միություններուն դարած աշխատանքը այս գծով դարեցներուն հասնելու, իրենց սպաղ բահելու, դունեն դուրս հանելու։ Իսկապես, մեծ արժեք ունին նման ծրագիրներ։ Այո։ Ամռան ընթացքին, ինչպես միշտ կա արդեն Նովա ֆրանսերենի եւ թվապանության ծրագիրը, Նովան սկսավ 11 տարիներ առաջ, երբ որ սուրիահայերը արդեն նոր հասած էին Կանադա, օգնելու համար էր բոլոր հայ աշակերտներուն, որպեսզի մնան հայկական վարժարանները ներս, եւ այդպես ալ եղավ եւ մինչեւ այսօր կշարունակվի միշտ ունենք ողջունելի թիվ աշակերտության Նովայի ընթացքին ամեն ամառ կփորձենք միշտ նոր բան ավելցնել, օրինակ հաջող սենք կշարունակվին ջադրագի տասերը եւ կշարունակվի նաեւ արվեստի տասաբահերը, բայց հիմնական գետրոնացումը Նովայի ֆրանսերեն եւ թվապանությունն է։ Ինչպես նաեւ ամռան ընթացքին դեղի ունեցավ սկաուտականի ամառնային բանակումը, անշուշտ սկաուտականը միշտ կսենք չէ, սկաուտը միշտ պատրաստ է եւ իսկապես միշտ պատրաստ է, հասարակ հավաքական շարժումը չէ սկաուտական շարժումը, կգարձեմ ամեն տեղ այդպես է, տասյարակչական ծրագիր է պատրաստելու համար աբակա ղեկավար առաջնորդները։ Այո։ Քանի սկաուտներուն թիվը որքան է։ Սկաուտներուն թիվը 150 է արդեն այս տարի եւ իրենք կալ ուրբաթ օրը սկսան եւ արդեն բավական նոր ծրագիրներ ունին, շուտով պիտի հայտարարվին եւ շատ մեծ աշխատանք կդանին։ Այո։ Գուզեմ անդրադառնալ կարևոր երկու կետերու իրականության մեջ։ Նախ հետ հայաց կատարելով գուզեմ ասել, որ Հոփենտ Մեմորիալը միշտ ճանցված է իր ծրագիրներով, գործունեություններով եւ նկատի առնելով, որ Հոփենտ միության հենասույնը միշտ եղած է գրթական եւ մարդասիրական ծրագիրները, ուրեմն այս ծևով գարաչնորդվին եւ գարաչնորդեն նաեւ հայ երիտասարդները կհամախմբեն բոլորը եւ նպատակը միշտ հայագերդումն է, պատրաստել աբակա առաջնորդները եւ ոչ միայն դեղական համայնքային առումով, այլ նաեւ որովհետեւ անշուշտ Հոփենտ միության ծրագիրները ոչ քաղաքական թեկում ունին, նաեւ պատրաստել առաջնորդներ ինչու չէ որպես նահանգային, դեղական, նահանգային եւ տաշնակցային հողի կետնի վրա։ Առավել եւս կարեւոր է արժևորել Հոփենտ Մեմորիալի վարչության դկնաճան աշխատանքը, որովհետեւ իսկապես
8 տարիներ առաջ ամբողջությամբ կրնամսել փոխեց գետրոնիս հասկացողությունը եւ վերածեց մեղվապույնիմը, որ արդեն կարծեմ ագնհայտ է բոլորին համար արդյունք։ Այո, իսկապես մեզի համար մեծ բախտավորություն է նայրի ապրիլ այսպիսի համայնքի մեջ, ուր բոլոր միությունները իրենց առաջնահերթությունը դարձուցած են հայաբահբանումը եւ այս ամբողջ բնակավարները, որ հիշեցիր, այդ ուղղությամբ է, այդ նպատակով է։ Ուրեմն մեզի կմնա միայն ասել ձեր վարձ կգադար այսպիսի աշխուժ գործունեության համար, միշտ բարի եկած եք մեր ստուդիոն եւ գուզենք հետեւել ձեր աշխատանքներուն։ Շնորհակալություն, ձեր վարձ կգադար, որտեղ իսկապես ձեր տարած աշխատանքը շատ գնահատելի աշխատանք է բոլորիս համար։ Խնդրեմ։ Կհավաքվենք միասին, նշելու և պարապանելու մեր սիրելի Չավախկը և անոր նվիրյալ ժողովուրդը։ Չավախկը տարեր շարունակ հայության հավատքի, մշակույթի և ինքնության կենդանի օջախ եղած է։ Ան միայն դարած մինչև Վրաստանի սահմաններում մեջ, այլև Հայաստանի պատմության, մշակույթի և հոգևոր կյանքի անբաժանելի մասն է։ Տարերու ընթացքին մեր ժողովուրդը հոն գառուցած է եկեղեցիներ, բահած է լեզուն, դակցուցած է հողը իր աշխատանքով և իր հավատքով։ Այսօր այդ դժվարություններու և փորձություններու մեջ Չավախկահայությունը կշարունակի հավատարիմ մնալ իր արմատներուն ու ինքնության։ Շուշի մասնաճյուղը իբրև հայ օգնության միության մեկ միավորը միշտ կգազմագերված է և կգազմագերվե Չավախքի նվիրված երեգով, որի հիմնական նպատակն է սադար հանդիսանալ Չավախկահայության, զորավիք կանգնել անոնց, պահպանել մշակույթը, հայ մշակույթը և օգտակար դառնալ ամեն տեսակ նեցուկ կանգնելով անոնց իրենց ինքնապաշտպանության մեջ։ Կապսրես կար նրանքի ախին թայնենի իչուրը Այսօրվա ծերնարգը մեծ շուկով գդոնվի, որբեսի այս մշակութային և ասկային արժեքները Չավախկահայության իմիդի ունենան բոլորը և անոնց մեջ են մենք անոնց արժեքները և անոնց սովորությունները և առաքելությունները փոխանցենք սերունդե սերունդ։ Այս առիթով իմ սրդակին շնորհավորություններս կփոխանցեմ այսօրվա ծերնարգի հանձնախումբին, որոնք հետաքրքիր և հաճելի ձևով ներկայացուցին այսօրվա Չավախքի ասկային և մշակութային արժեքները և գարկմը սովորությունները և ավանդությունները։ Նաև հատուկ շնորհակալություն այսօրվա գեղարվեստական հայդակրի մասնակցողներուն, որոնք սրդապուխ ձևով իրենց մասնակցությունը բերին այսօրվա ծերնարգին։ Այս ծերնարգը շատ կարևոր է և լավալը գրնամսել, որ միակն է, որ և կարծեմ կենտրոնական վարչությունը պիտի խրախուսե ուրիշ շրջանները, որ մասնաճյուղերը այսպիսի ծերնարգներ կազմակերպեն և նվիրեն Չավախքին, որտեղ հոն է, որ ավելի կանդրադառնա մեկը Չավախքի մասին, բարձրապես շրջանայինները կամ մասնաճյուղերը շատ թյուրին է ուղարկել գումարը և մոռանալ ադոր մասին, բայց որ այսպես դեղեցություններ կդրվի մանրամասնորեն կանդրադառնանք, թե որքան կարևոր է ցերկ երկարել և
հայ բահել մեր հողերուն վրա։ Երանի չալերան դերի Անտուան դերամայի Սարիվեսվար ունենայի Յար չունենայի Այս խաչքարերը գծարային որպես մշակութային ժառանգություն, որը կպահպանվի սերունդ թե սերունդ։ Հայկական խաչքարերու վրա նկատելի է հավերժության նշանը, որ կխորհրդանշե հայ ազգի ինքնությունը։ Այսպիսով 11-րդ դարի խաչքարերը Չավախքի մեջ կհանդիսանա հայ մշակույթի ինքնության խորհրդանիշներ, որոնք գարդահայտեն քրիստոնեական հավատքի խորությունը եւ պատմական հիշողություն։ Հայոց պատմության նոր ժամանակներու մեջ 1828-29 թվականներուն Չավախքը միացեր է ռուս գայսրության, այս ժամանակ գաբրեր 10,000 հայ եւ ավել։ Իսկ 1889-30 թվականներուն Ադրիանա Օսի պայմանակրի համաձայն Գարաբեդ արքեպիսկոպոս Բագրատունի գլխավորությամբ Էրզրումեն եւ Գարսեն տեղափոխվել են մոտավոր 60,000 հայ, իրենց հետ բերելով իրենց ավանդություններն ու սովորությունները, հիմնելով բազմաթիվ քյուղեր եւ եկեղեցիներ։ Այսօր ես բադիվը ունեցա ներկայացնելու այսօրվա հայդակիրին մասը, որ ներկաներուն հուզեցի վերանորոգել իրենց հիշողությունը Չավախքի վերաբերյալ մշակութային, պատմական եւ քիչմը իրենց գենցաղային կյանքի մեջ։ Շատ հետաքրքիր անցավ այսօրվա օրը, շատ գարջ եւ շատ ամփոփ, հաճելի ձևով ամեն տեսակ ուզեցի ներկայացնել մաս, բավական բրբդումներու բախտ ունեցա։ Ավարայրներ վարդանանուն, որ վարդարուն եւ իր հոգին խնգավարի նոր հավատքով մահայրենի, ինչպես տեսնե ան, դեր զորներ հայամոխիր ու եպրատներ հայապրպուր եւ իր հոգին համասկային սուքով մխոր դաբլկգի ու դակնավի գրագին մեջ 24-ի 3 տասնյակ քիրերու մեջ, ինչպես տեսնե, ինչպես գարթա, ադամանթե այն ողջ մադյան նազարամյան, վգայարանն այն հեքիաթե, երկարանն այն մաքաղաթե, որ թարավոր ունի անուն հայ պատմություն։ Հայ պատմություն, երբ որ ասեն դուք ոգեցեք, բզդիկ հողի մը վրակար, մադյան մը մեծ, զոր քրերը իր երգինքով, եղունքով ու արցունքով, արինով ու ավինով, մեծ մարդերու խումբ մը փոքրիկ, սակայն համար, ազատության սիրույն համար։ Տարիները իվեր ես ասացախումպի աշխատած եմ չեմ գիտեր ինչու համար սիրտիս կխոսի աս Չավախքի ծերնարգը բոլոր ընկերուները սիրահոժար որ ջաշս եմ առանց դժվարության գբերեն իրենց ջաշերը համեղ համով եւ ժողովուրդը շատ ուրախ կմնա իր Շատ շնորհակալություն կհայտնենք բոլոր հոմոյիները որ
մեր գողքին աշխատեցան եւ հաջողեցանք մեր այսօրվա երեգոն լավ ընթացքով վերջացնելու։ Շնորհակալություն վարձկերնիդ կադար, բարի եկածին բոլորնալ գճանանք, որբեսի մեր հաջորդ ծերնակները լավ ընթանա ամեն տեսակետի։ Շատ շնորհակալ ենք։ Sugămânați, aveți că dașe mi-asi Șans domnul antute, ce-am tegăt badavați Chem gând cu serul, am perudavați Dohtin, hai cagan, șenere năgăvați Duca sugămânați, aveți că dașe Duca sugămânați, aveți că dașe Duca sugămânați, aveți că dașe Բարևներ Կեսաբեն, գազմագերբությամբ Սուրիո բադանեգան միության ընդանուր վարիչ մարմնին։ Երկուշաբթի 1 սեպտեմբեր 2025-ին ընթաց կարավ Սարգիս Զեյթելյան հերոսի շունչով պատրաստված բանակումը 7 օրվա դեպողությամբ Կեսաբի հոմետմենի բանակավայրեններս։ Բադանիներուն համար անհամբեր սպասված այս բանակումը արիթմն է Սուրիո դարբեր շրջաններեն ժամանած ընկերները իրար զանոթանալու եւ միասին անցնելու 7 հիշադակելի եւ անմոռանալի օրեր։ Ուրախ եմ, որ հագարակ բոլոր այս դժվար պայմաններում մենք այս տարի գրցանք այս բանակումը հաջողցնել եւ մեր բադանիները հերացնել իրենց առօրյա կյանքեն եւ մեկ շաբթվա ընթացքին օգտաշատ տասախոսություններով եւ հաջելի օրագարկներով իրենց ուրախ ժամանակը անցնել։ Մենք արդեն այսօր հասած ենք մեր բանակումի ավարտին եւ վստահ ենք, որ բոլոր մեր բադանիները արդեն իրենց հետ պիտի առնեն իրենց ամորանալի հուշեր այս բանակումեն։ Լիայուս ենք, որ հարաճիգա դարներուն արգնանք այս արիթը ունենալ եւ մասնակցի Սուրիո բադանեգան միության գազմագերված դարեգան բանակումներ։ Սուրիո բադանեգան միությունը իր հերթական բանակումը կումարեց, ըստ սովորության բանակումը կազմեց Սուրիայի բոլոր տարբեր շրջաններեն, հավաքվեցան հոս, խումբերը պաշտեցինք տարբեր քաղաքներում միջև, որովհետեւ ընկերները սովորին ընկերասիրություն եւ իրար զանոթանան եւ իրենց ամեն օրվա ընկերներն դուրս նոր ընկերներ ձեռք բերեն։ Բանակումի ընթացքին ընկերները սորվեցան մարզային եւ պատմական եւ ընդհանուր հայասիրական նյութերու շուրջ տասախոսություններ եւ մարմնային մարզանքներ։ Սարգիս Զեյթելյան բանակումը լավ անդրադարձ եղավ բոլոր բադաններուն, որովհետեւ բադանները գարիք ունեին ետ տարմացնելու եւ աշխուրացնելու իրենց հայրենասիրությունը, սերը, հարկանքը իրենց ազգին եւ մշակույթին հանդեպ։ Կեսաբեն ունեինք 13 ընկերներ, որոնք մասնակցան բանակումին։ Շատ լավ է բանակումը իրենց համար, որովհետեւ իրենց դրամատրությունը փոխեցին, չնայած վերջի իրադարձության, որ Կեսաբը հրթեհեն վնասվեցավ։ Լավ բան եղավ բանակումը, իրենք իրենց դրամատրությունները փոխեցին եւ աշխուժացան։ Ես Լատակիո Արցախ մասնաճյուղի 5-րդ կարգի ընկերուհի եմ, ասի 5-րդ տարիս եմ մասնակցում որ բանակումին։ Ամենահատկանիշ նյութերեն էր ինձ այս բանակումին ընկեր Սարգիս Զեյթելյանին նյութը, որ իր միջոցով ծանոթացանք ավելի ընկեր Սարգիսին։ Ես շատ հուսված եմ, որ այս տարի իմ վերջին տարիս է որ բադանի։
գնալ ծնգի չիչավ քաչ սասուցին նույնն է էլի սասնավոքին Կեսապ Քրիստոֆոր Մասնաճյուղյան, երրորդ կարգի բադանի, շատ գոհ եմ եւ ուրախ եմ, որ գրծա մասնակցել այս տարի բանակումին եւ կպապակին, որ եկող տարիներուն ան մասնակցել եւ կկաճալերեն բոլոր ընկերները, որ չմասնակցեցան բանակումի։ Ես առաջին անգամ լավագ մասնակցին Սուրիո բադանեգան միության բանակումին եւ իմ ամենասիրած զորագարքի գեդսե զրույցի ադեն գրնանք մեր գարձիկները դալ եւ նոր գիտելիքներ գսորվինք։ Քրիստոնյա ան Հիսուս ասքեր, ամոթ ձեզ, ամոթ որքան լրեցիք, ու լուրում եք թե իբրև անձանոտ։ Ով շանտ մարդկություն, իշապ օծակից, թահիչ լրություն, Քաց դու անդարբեր, ոնց է իր հացըտ գուլ դալիս հանքիս, երբ մի ողջ ասք է կլխատվում անդեր։ Վիշտ չգիսողի, վիշտը չեն գիսում, վշտով եմ ասում, այսօր մեզ ասավ ձերքով անասնի, վաղը իմացեք ձեզ պիտի ասնի, վիշտ չգիսածը վիշտ պիտի տեսնի։ Այս տարի իմ առաջին բանակումս էր, շատ ահավոր էր, մեզի շատ դարբեր դեղեր դարին, ձով դարին, չալմա դարին և վերաբարագը, ձովը շատ սպավեցանք ինգերներով և ես շատ դարբեր ինգերներու ձանլութացա և կալդարի անբայման բդիել է։ Բոլորես պաշկանան, ասին ես գերվով, աչին սվարտանը, ծախիս իշխանը, գրավ ենք հապակ, դարած ենք սարսա, հարտաշնակցության, գրավ ենք հապակ, դարած ենք սարսա, հարտաշնակցության։ Ես Զավարյան մասնաճյուղի ավարտական գարքին գերուհի եմ։ Ամենահաճելի գեդը Սարգիս Զեթիլյան բանակումի ընթացքին տաշտային խաղերն էին, որ երկու մասի բաժնված էին, մարզականը, որ մեր ընկերները խանդավառեցին, եւ հարց պատասխանը, որ նոր գիտելիքներ սորվանք, ինչպես նաեւ երգեր եւ նոր գանչեր։ Այս տարվա մեր բանակումը գոչվեցավ Սարգիս Զեթիլյան բանակում, քանի որ Սարգիս Զեթիլյանի հարևանքման 40 ամյակներ։ Ուրեմն մենք Սուրիա բադանեգան միության բադանիները այս տարի 2025 թվականին մասնակցեցան 104 բադանիով։ Զանազան մեր Սուրիո շրջաններեն, Լատակիա մասնաճյուղեն, Քեսաբի մասնաճյուղեն, Կամշլիի մասնաճյուղեն եւ Հալեբի մասնաճյուղեն։ Երկրի դժվար պայմաններուն Սուրիա բադանեգան միությունը չտատրեցավ իր աշխատանքեն եւ Սուրիա բադանեգան միության ընդհանուր վարչմարմինը մենք նամանավանդ վերջին 15 օրը ուզեցինք այս բանակումը հաջողցնել մեր բոլորին չանքերով, ըլլա տասյարակ կազմի, ըլլա ընդհանուր վարչմարմինի եւ վարիչ կազմի եւ բոլոր տասյարակներուն։ Մենք իբրև դաշնակցական ընկերներ միշտ բարդականություն ունենք մեր բադանիներուն սորվեցնել ընկերասիրությունը, հայրենասիրությունը, ազգասիրությունը։ Ինչպես որ բոլորս գիտենք, ամառվա ընթացքին մեր բանակումները միշտ դեղի կունենան Քեսաբի մեջ։ Եվ Քեսաբի այս դժվար իրավիճակին մենք ուզեցինք զգացնել քեսաբցիներուն, որ մենք ձեր հետ ենք եւ ձեր կողքին ենք եւ մենակ չեք ցիկած։ Եվ այս բանակումով ուզեցինք Քեսաբը վերաշխարհեցնել եւ ի վերջո գուզեմ ասել, որ մենք իբրև Սուրիա բադանեգան միության ընդհանուր վարչմարմին մեր բարդականությունը օր մորանց գիսած չենք ցկած, քանի որ մենք միշտ բադանիին սորվեցուցած ենք հայրենասիրությունը, ազգասիրությունը
եւ չմոռնանք մեր արմատները աս խորակրով։ Այժմ մեր հիմնադիրներում վճռակամությամբ հաստատ քայլերով մենք պատանիներս վար կպահենք մեր չահը սերունդ թե սերունդ փոխանցելու խոստումով։ Սուրիո բադանեգան միությունը մղում գուդա հայ բադանիներուն եւ բարմանուհիներուն փարոյական, կապարական, մդային եւ ֆիզիկական զարգացման, փոխանցելով նաեւ ասկային, գուսակցական, քաղաքացիական գրթություն եւ դաստիարակություն, վերանորոգված հույսերով եւ նոր աշխատանքի մեծ թափով բադանիներ ավարտեցին Սարգիս Զեյդելյան բանակումը հաջորդ տարի դեսնվելու հույսով։ Ցեզ հետեր Հերմիկ Դողրամաջան Կապրիելյան, Սարգիս Ճապրազյան, Հայ Հորիզոն Կեսապ։ Ճանաչիր իմ անունն է Հայաստան, ես ազատ ու անկախ իմ տերն եմ տան, սա իմ անունն է, իմ ազգանունն է, հայ եմ ուր էլ տանի ճամփա։